Ողջույն բարեկամներ, օրը սկսենք լավ լուրերով։ Այսօրը օգոստոսի 2-ը կարելի է անվանել ադրբեջանական եւ ՔՊ-ական ռոպագանդայի սև կիրակի։ Ինչու՞ նա բան է, ես միանգամից որոշեցի նորությունով սկսեմ։ Ստեփան Հասան Ջալալյան, օգտատերը, գտել շատ կարևոր հաստատուղթ եւ տարածել այն Էրիկ Դրամոնդ, որը հանդիսանում է գլխավոր քարտուղարը ազգերի լիգայի, որը ՄԱԿ-ից առաջ գոյություն ունեցող հիմնարկն է, որի աստորեն իրավահաջորդն է հենց ՄԱԿ-ը, որը հայտնում է մեզ, որ Ադրբեջան անունը, որը ընտրվել է այս նոր գոյացության համար, այս քարսկերային ռուսկի համար, որ կոչվում է Ադրբեջան, դա վերցրած է Իրանի տարածքի ռեգիոնից 24 11-րդ ամիս 1920 թիվ նոյեմբերի 24 սա է զեկուցում մեզ գլխավոր քարտուղարը ազգերի լիգայի դե հիմա արգելի ընդդիմադիրներ այն իբր որ Նիկոլ չեն սիրում բայց ոչ մի ձև չեն կարողանում հետը կռիվ տալ այն իբր Ադրբեջանի ռոպագանդայի դեմ ուզում են կռիվ տան բայց փաստեր չունեն որտեղ դե ալմաթի ինչ որ բաներ կա ինչ որ հղումներ են անում պայմանավորվածությունների վրա ուրեմն վերցնում եք սա կպում եք մեծ կպցնում եք բոլորիդ կրծքին որ բոլորը տեսնեք իրար հետ խոսալու ժամանակ որ նման պետություն գոյություն չի ունեցել նման գոյացություն եւ այդ ստեղծող այդ երկիրը ստեղծող ազգերի լիգայի նախագահը 20 թվականի նոյեմբերի 20-ին դրա մասին գրում է հենց նրանք ովքեր որ ստեղծել են թե հիմա սա ո՞ս կօգտագործեք հարգելի քաղաքական գործիչներ խմբակցություններ ազգային ժողովի ճակերտավոր ընդդիմություն կամ չեք օգտագործի դա արդեն ձեր շնորհքն է ես վստահ եմ որ դուք առանձնապես բաներ չեք անել բայց իմացեք որ այսպիսի մի թուղթ կա որը ապացուցում է որ նման գոյացություն Ադրբեջան ինչպես մենք գիտենք փաստերով ապացուցում է խնդրեմ կոնկրետ հղումը ազգերի լիգայի որոշումով որ նրանք են դրել սրա անունը Ադրբեջան որը վերցրած է հենց Իրանի տարածքում գտնվող նահանգից հետևաբար ոստեղ ինչ որ մի բան եղել է որը պատկանում է այսօրվա այս fake Ադրբեջանին պատկանող նույնքան հիմարություն է ինչքան դրա մասին պնդել բարձա այս է դրա մասին եւ այսպես այս fake գոյացություն Ադրբեջան որ կա ինքը ուղղակի ստեղծված է 20 թվականին եւ դրանից առաջ չի եղել նման բան հետևաբար ինքը ոչ մի հավակնություն չի կարող ունենալ ոչ մի պետության տարածքի բարձ էր ասածս դե հիմա գնանք ասեմ ինչի եմ ասում սա մասնավորապես այսօր Էդմոն Մանուկյանը հանգիստ ապրում է մեր ժողովուրդը կամ հատ բան եմ անում որ ժողովրդին ողջույն սիրելի հայրենակիցներ այսօր որոշել է մեզ բանը շատ կարևոր թեմայով տեղեկացնել ինչու՞մն է բանը մի թեմա ենք արձարծելու որը ոչ մի ԶԼՄ ոչ մեկ չի լուսաբանել ընդդիմադիր ԶԼՄ-ները ընդհանրապես տեղյակել չեն որ նման բան կա որ լուսաբանեն հիմա կիմանան այս եթերից բայց տեսեք ինչ է կատարվում այն Հիկմետ Հաջիևը որ եկել է Դիլիջան Արմեն Գրիգորյանի հրավերով եւ հետո Նիկոլ Փաշինյանը ասում էր որ հրավիրել էին որ ռիսկերը կառավարենք բան չգիտեմ ինչ անենք Twitter-ում իդոկտահաշվի վրա մի տեսանյութ է տեղադրել եւ գրել է The Auschwitz of the Caucasus Shusha prison through the eyes of Lithuanian war journalist Richardas Lapaitis Թարգմանեմ ասում է Կովկասի Auschwitz-ը Շուշիի բանտը մի պատերազմ լուսաբանող լրագրող Richardas Lapaitis-ի աչքերով ու a witness to horror այսինքն ինչ ասեմ մի տեսարան է կարագրում որ ինչա կատարվել Շուշիի բանտում եւ ինչա կատարվում մինչեւ վերջերս եւ հիմա նայեք լրագրողը այստեղ ու սկսում է այս հաղորդումը YouTube-ում բարձր որակով բարձր լրագրողին փող են տվել եկելա որ ինքը լուսաբանի Auschwitz-ը Կովկասի ուզեմ ասել Auschwitz-ը դա գիտեք ինչ պատմություն է որտեղ որ հազարավոր մարդկանց այրել են վառել են կենթանի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դա կոնցենտրացիոն լագեր era ճամփաները Հիտլերի Գերմանիայում եւ այսինքն Լեռնային Ղարաբաղը
համեմատվում է դրա հետ եւ այս ռեպորտաժն է պատրաստվել եւ սա նոր է դրել, այսինքն Դիլիջան գալուց հետո ու ամբողջ հաղորդումը գիտեք ինչի մասին է, հայերի, որ հայերը այսենց մարդակերներ են, այսենց մարդ են ուտում եւ կերել են, մարդ են կերել, սենց չեմ կենթանիներից են խոսում, այսինքն մեզ կենթանու պես են ներկայացնում, այս Մի խոսքով, քանի որ ես սա մասին արդեն ցերեկը խոսել եմ, չեմ ուզում կրկնվել, լսենք։ Շլովակը, որը պատրաստել էր Էդմոն Մանուկյանը, որը ցույց տվեց Հաջիևի տարածած փոստը։ Ինչի մասին է Հաջիևը տարածել։ Գտել են Մերձբարտիկայից մի լրագրող, որին տարել են Շուշի, ցույց են տվել բանտը, մի խոսքով Շուշիի բանտը ներկայացվել է որպես Կովկասի Auschwitz, եթե չգիտի որևէ մեկը ինչա, դա այն տեղն է, որտեղ այրում էին պատերազմի ժամանակ հրեաներին։ Եվ այսպես այս լրագրողը դա ներկայացել է որպես կտանքների վայր Կովկասի Auschwitz եւ խոսել է հայերի անմարդկային լինելու վերաբերյալ։ Ինչի համար է սա։ Երևի բոլորդ գիտեք, որ եւ կոնգրեսից եւ Եվրոպարլամենտից բազմիցս հնչել է ավելի սուր պահանջներ Ադրբեջանի նկատմամբ վերադարձնել ռազմագերիներին։ Այդ ռազմագերիները հիմնականում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Ես կասկած չունեմ, որ հենց այս ֆոնի վրա է, հենց այս նպատակի համար է առնվազն սա կազմակերպել Հայաստանին դեմոնիզացնելու, արցախցիներին դեմոնիզացնելու եւ այսպիսի նյութերով արդարացնելու իրենց հանցագործությունը, որոնք կատարում են ռազմագերիների նկատմամբ։ Հիմա ինչ անում Հայաստանը այստեղ։ Հայաստանը երկու վարկագիծ ունի դրսևորելու, մեկը ակտիվ լռելու, որով կհաստատի Հաջիևի պնդումները, մյուսը ավելի վատ, որ նա կսկսի օգտագործել հենց այս տեսանյութերը, այս պնդումները հարձակվելու համար, լրացուցիչ ճնշման մեխանիզմներ օգտագործելու համար եւ սեվացնելու համար արցախցիներին։ Դուք եք եղել, տեսեք, նա լրագրողել գնացել այդ ամեն ինչը գտել է։ Բնականաբար այս ճուտոները Հաջիևին չեն պատասխանի, ոչ մի բան չեն ասի, կամ ակտիվ կլռեն, սանովից համաձայնվեցնելով դրան, փաստերին, չակերտավոր եմ ասում, կամ ավելի վատ, իրենք կսկսեն հաստատել եւ օգտագործել արցախցիների նկատմամբ։ Այդ չեմ ասում հետագա ավելի խայտարագործողությունների մասին, որը հնարավոր է նույն պատերազմը Հայաստանի նկատմամբ, նույն մեխանիզմները Հայաստանից միջազգային կառույցներով փոխհատուցումներ պահանջելու Հայաստանը չակերտավոր օկուպացված պահելու համար, մի խոսքով այս փաստահավաք process-ը ոսան սկսել են, չակերտավոր եմ ասում, պատահական չի եւ երբ իրենք ունեն ծրագիր մինիմում, ծրագիր մաքսիմում, բայց որ մինիմումը սրանք փորձում են հակազդել իրենց կողմից ռազմագերիների դատավարություն օրինականացնելու համար, դա փաստ է։ Իսկ Հայաստանը իր լռելով փաստորեն օգնում է թուրքերին, իրենց եղբայրներին։ Մի խոսքով, ես չեմ բացառում իհարկե, որ բազմավեկտոր է Ադրբեջանի ցանկություններն ու պլանները, որպեսզի բոլոր ձևերով, գիտեք, քարոզչական բոլոր հնարքներն օգտագործում է Հայաստանի որպես ցեղասպան, որպես վայրենի ժողովուրդ, չեմ ասում ինչ բան է, ռոպագանդաներ անում իր մոտ, ցույց տալու համար սա նույնը արել է Արցախի վրա հարձակվելուց առաջ։ Նույնն է ամեն ինչը, սկզբից ինքը հասարակական տրամադրություններ, չակերտավոր իրավական դաշտ, հիմնավորումներ ֆեյք ստեղծումը, հետո ռազմական գործողություններով արդարացնում է դա։ Արդեն դիմադրություն, շոկ մարդկանց մոտ էս ինչ եղավ։ Չի լինում, որովհետև արդեն նախորդ իրանք ենթագիտակցության մակարդակի վրա պատրաստվել էին, որ այսենց մի հատ բան վայրենի պետություն կա այնտեղ փաստորեն, որ ցեղասպանությունով զբաղված, հա, դե sense ամեն ինչ շուտ է տալի։ Քանի որ Հայաստանից ոչ մի հակազդեցություն չկա, թույլ է տալիս, որ այս ինֆորմացիոն ֆոնը մնա անխախտ։ Ու դրա տակ արդեն հետագայում ինչ ուզենա կարող է անի։ Այդ ոչ մեկ չի գնելու ստուգի այդ փաստերը, որովհետև տուժած կողմը, չակերտավոր եմ ասում, պաշտպանվող կողմը չի խոսում։ Ոչ մի փաստարկ չի ներկայացնում մի երկրի նկատմամբ, որը ստեղծվել է 1920 թվականին այս հրամանով։ Ու կոնկրետել ասում են, այս տարածքը կոչվել է սենց, որովհետև այս անունը ստեղից են վերցել։ Սենց տարածք, սենց պետություն չի եղել։ Հա։ Հայաստանից այդ մասին երբեք ոչ մեկ չի խոսել,
չի էլ խոսալու, ես ասեցի, բայց ցույց չտվեցի, ես այն նկատի ունեի, Էդիկ Դրամոնդի ազգային լիգայի քարտուղարի։ Սա մասին չեն խոսի։ Կլռեն, որպեսզի Ադրբեջանին հնարավորություն տան ճակերտավոր եմ ասում լեգիտիմ ֆոնի տակ անեն ինչ որ պատրաստվում են։ Էլի ծրագիր մինիմում, ծրագիր մաքսիմումի շրջանակներում, նայած ինչքան թույլ կտա միջազգային, ասենց ասեմ, հա, իրավիճակը, հա, ռեակցիաները ստուգելով, հա, որքան կլինի Վաշինգտոնից դեռ ճշումներ Բաքվի վրա, որ թող բաց թող ռազմագերիներին, ինչ պետք է հակադարձի, սրանք ռազմագերիներ չեն, սրանք Աուշվիցի բան է, դահիճներն են, ընդհանրապես այս ժողովուրդն է ցեղասպանա։ Այս ամեն ինչը դրա համար անում։ Ու այս բոլոր այս գործողությունների մեջ չկա Հայաստանը։ Այսինքն չէ, Հայաստանը կա։ Տեսնենք սրանք ինչով են զբաղված, հետքը լավ բան արե, հետազոտություն արե, Տաթևիկ Հայրապետյանը տարածել, ասում ձեզ կարդամ։ Գույն ես շնորհակալ եմ հետքի լրագրողներին Ադրբեջանի կամ ադրբեջանցիների գալ չգալու թեմայով պատրաստած այս նյութի համար։ 10 օգոստոս տեսանյութում փաստերով ներկայացված է այս թեման։ Անպայման դիտեք։ Մենք սա հսկայական թեմա է։ Իրենք ես իհարկե ամբողջը ցույց չեմ տա ձեզ հիմա։ Տեսանյութը դիտելու փոխարեն ուղղակի կլսենք Արտем Երկանյանը այս մասին ինչ է ասում։ Ինչ կա տեսանյութում։ Ադրբեջանի նախագահն այսօր կրկին խոսել է Հայաստան ադրբեջանցիներով բնակեցնելու իր նախագիծը իրականություն դարձնելու անհրաժեշտության մասին։ Սևանալիչ չկա, կա գոյչա, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտем Երկանյանի հետ։ Արտем, ինչ առիթով է Ալիևը որոշել խոսել այս մասին։ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի նիստին 80-ամյակի կապակցությամբ, իդեպ հաշված օրեր առաջ այդ ակադեմիայի նախագահին իր հոր մտերիմ ընկերոջ Ռամիզ Մեհդիևին նա ձերբակալել էր։ Ինչևէ, ահա այդ նիստին նա հայտարարել էր, որ ադրբեջանցիները անպայման պետք է վերադառնան իրենց պատմական հողեր, որոնք այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ ասել է, որ հայերը չեն կարողանա դրան ընդդիմանալ, քանի որ ադրբեջանցիները դա անելու են ոչ թե զինված ճանապարհով, այլ խաղաղ։ Մեջբերեմ նրա խոսքերը, ես բազմիցս ասել եմ, մենք այնտեղ պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ աշխատեն եւ պետական կառույցները, եւ հասարակական կազմակերպությունները, եւ գիտնականները։ Հերթական անգամ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայերը արևելյան Հայաստանում հայտնվել են ցարական Ռուսաստանի նախաձեռնությամբ, թե տեղափոխվել են հայերը Անատոլիայից եւ Պարսկաստանից, որպեսզի նույնիսկ եմ ասում, սա ընդդիմադիրներ, տպում եք, պահում եք ձեր ծովսակերպանում, լրագրողներ, բոլորդ, ու ցանկացած ասուլիսին, որտեղ կտեսնեք այդ գերագույն գլխավոր կապիտուլյանտին, հիշեցրեք, որ ես փաստ գոյություն ունի, որ Ադրբեջան պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել, խնդրեմ, այս է ՄԱԿ-ի քարտուղարի զեկույցը, փոխեն այդ Ադրբեջանին պատկանող հողերում դեմոգրաֆիկ պատկերը։ Այսպիսով Իլհամ Ալիևը շարունակում է խոսել ոչ միայն Զանգեզուրի միջանցքի, այլ նաև արևմտյան Հայաստան, արևմտյան Ադրբեջանի մասին, այն դեպքում, երբ եւ Հայաստանի վարչապետը եւ Հայաստանի արտգործնախարարը հստակ հայտարարել են, որ արևմտյան Ադրբեջան բառակապակցությունը Երևանում ընկալվում է որպես տարածքային հավակնություն եւ նկարտում։ Չնայած դրան, Իլհամ Ալիևը շարունակում է ոչ միայն այդ բառակապակցությունը օգտագործել, այլ նաև շարունակում է խոսել այդ իր կոնցեպտի իրականություն դարձնելու անհրաժեշտության մասին։ Արտем, բայց կարծես վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարություններում պակասել էր հայատյացությունը։ Դե Վաշինգտոնի հայտնի այդ համաձայնությունից հետո իսկապես տպավորություն կար, որ ինչ-որ բան փոխվում է։ Ամենայն դեպս ադրբեջանական մամուլում կարծես թե այսպես հայատյացությամբ լի հրապարակումները պակասել էին։ Տեղեկություններ էին հայտնվել մամուլում, թե իբր Ալիևը մտադիր է փակել այդ արևմտյան Ադրբեջան պրոյեկտը եւ լուծարել արևմտյան Ադրբեջանի համայնք հասարակական կազմակերպությունը։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդ հրապարակումները քիչ են ռուսալեզու եւ անգլիալեզու հատվածում ադրբեջանական մամուլի։ Այսինքն ադրբեջաներեն շարունակում էին նույն տեմպերով
տարածել հայատյացություն։ Պարզապես չէին թարգմանում անգլերեն, ռուսերեն, որպեսզի հավանաբար Դոնալդ Թրամփը չիմանա, որ Իլհամ Ալիևը իրեն խաբել է։ Ինչ վերաբերում է այդ կազմակերպության լուծարման, ապա հերքվեցին այդ տեղեկությունները ու հակառակը պարզվեց, որ ավելացել է այդ կազմակերպության ֆինանսավորումը։ Նոր ավելի ակտիվ թափով միջոցառումներ է սկսել կազմակերպությունը անցկացնել։ Օրինակ, անցած շաբաթ Բրյուսելում գիտաժողով էր անցկացվել, որի նպատակն էր պարզաբանել եվրոպացիներին, թե ինչու ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու արևմտյան Ադրբեջան։ Կամ Ադրբեջանի Սփյուռքի պետական կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ Իգդիրում շուտով կոնֆերանս է անցկացնելու, որում փորձելու է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին արևմտյան Ադրբեջանի կոնցեպտում իրենց ունեցած ռեսուրսները օգտագործելու համար։ Մի քանի օր առաջ Բաքվում այդ արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպության նախաձեռնությամբ հրատարակվել էր մի գիրք, որի անունը արդեն խոսուն է Երևան ամեն քարը պատմություն է։ Այդ գրքում Երևանը ներկայացվում է որպես պատմական ադրբեջանական քաղաք։ Թարմ կրկին օրինակ մի քանի օր առաջ իշխող կուսակցությունը երկրի խորհրդանում ներկայացնող պատգամավոր Հիկմետ Բաբաօղլուն հայտարարել է, որ Հայաստանի տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Մեջ բերեմ նրա խոսքերը։ Այն փաստը, որ այդ պետությունը այժմ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, իրականությունը չի փոխում։ Այդ տարածքները պատկանում են մեզ։ Այսինքն իշխանություն Պատկանում են մեկին, որը ստեղծվել է 20 թվականին։ Ուղղակի տեղացի մահմեդականներին հավաքել են, որոշել են մի հատ ինչ-որ պետություն ստեղծել, էլի։ Պետություն ստեղծել ու անուն տա։ Անունն էլ վերցրել եք ողքի պետությունից։ ներկայացնող մարդն է այս ամենի մասին խոսում։ Եվ անգամ այն ադրբեջանցի հասարակական գործիչների պատվիրակությունը, որը հոկտեմբերի վերջին եկել էր Երևան այդ ոչ կառավարական կազմակերպությունների միջև երկխոսություն կազմակերպելու համար, անգամ այդ այցը Ադրբեջանի մամուլում ներկայացվում էր որպես ադրբեջանցիների արևմտյան Ադրբեջան վերադառնալու սկիզբ։ Եվ հայկական կողմը սիրով դա ընդունել է։ Սիրով։ Ինքը գիտի այնտեղ ոնց է ներկայացնում, որտեղ առաջի անգամ չի եղել։ Արտեմ Ասատրյան, դրանք ասում են, նման բաներ ասում են իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, իսկ առաջի դեմքը Ալիևը վերջերս նման բան ասել է։ Իրականում օգոստոսից հետո, այսինքն Վաշինգտոնյան հանդիպումից հետո ես չեմ նկատել ահա այսպիսի կոշտ հայտարարություն կոնկրետ արևմտյան Ադրբեջան բառակապակցություն իր բառապաշարում, բայց օրինակ հոկտեմբերի 28-ին Ջեբրայիլի շրջանում հայրենակիցների արչև իր ունեցած ելույթում նա մի քանի անգամ կրկնել է թշնամի բառը խոսելով հայերի մասին։ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ 300,000 ադրբեջանցիների թեզի պաշտոնական շրջանառությունը սկիզբ է առնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից։ Ռուսական մեդիային տված հարցազրույցում պատասխանելով Լեռնային Ղարաբաղում մնացած հայ բնակիչների վերաբերյալ լրագրողի հարցին, Ադրբեջանի ղեկավարը զուգահեռ առաջ քաշեց Հայաստանից իբր տեղահանված ադրբեջանցիների թեման։ Община выходцев из Армении, которые были депортированы. 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300,000 մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն որ Պաշտոնապես դիմել է։ Մեզ դες բան ասել են, որ իրանց պաշտոնապես դիմել են։ Նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից Խոսում եմ մեկը, որ ընդամենը 3 տարի առաջ էթնիկ զտում են իրականացել Արցախում եւ Արցախից ոչ մի ձայն չկա։ Հայաստանի կառավարությունից ոչ մի ձայն չկա։ Հայաստանի կառավարությունն է փակում այդ թեման։ Իսկ այս սև ու սպիտակ ոչխարների սերունդները ոչ միայն մոռացել են, որ Հայաստանից հայրնել են ավելի շատ 500,000 հայ արտագաղթել, то есть ավելի ճիշտ փախել Ադրբեջանից, որոնք իհարկե հասցրել են։ Այդ չեմ ասում, մի ամբողջ Արցախ։ Իսկ այն ժամանակ Ադրբեջանից եւ Հայաստանից տեղափոխվածները այդ թեման փակվել է, որովհետեւ բոլորը ստացել են կամ փոխանակել են, կամ կոմպենսացվել է, կամ վաճառել են իրենց ունեցածները, փակվել է այդ թեման։ Ալիևը բացումը Հայաստանը իր էթնիկ զտման մասին դռում է։ Ինչ է կարծում ես միակողման այս հարձակումները, այս լրագրողների բերելը հայերին որպես Auschwitz-ի կրկնօրինակ ցույց տալը, որպես ցեղասպան, որպես գենոցիդ իրականացած ազգ, հա, պատահական է, սա առանց Հայաստանի
հետ համաձայնության բաղ իհարկե ոչ։ Եթե տես լիներ, Հայաստանը կհակադարձեր, կասեր մի վայրկյան, ես ինչ եք խոսում։ Նախ ինչ որ եղել է 90 թվականին, այդ մարդիկ փոխանակել են, վաճառել են կամ կոմպենսացիա ստացել այդ հարցը փակվածա։ Դու դեռ էթնիկ զտման համար պատասխան պետք է տաս, բայց ամեն ինչ միակողմանի է, ֆալշ, ֆեյք, Հայաստանը լռում է։ Սա գիտական կոնֆերանսներ, ֆիլմեր, գիտական, ինչ ասեմ, հրատարակություններ, ինչ ասես անում են իրանց 20 թվականից ստեղծված պետությանը ցույց տալու համար, որ մի հատ անտիկ պետություն է, եւ հայերը թշնամի են, հայերը բալբալոս են, հայերը էս են, Հայաստանը լռում է։ Հայաստանը ինչի՞ց է խոսում այդ ընթացքում։ Սոսկալի է ուղղակի դրանց այսօրվա բաները լսել այս մոտարապես է։ Զբոսաշրջության մենք ըստ էության զբոսաշրջության տեսակետից ռեկորդային ուղեծրի մեջ ենք եւ մեծ է հավանականությունը հաշվի առնելով նաեւ առաջիկայում սպասվող COP17 համաժողովը մեծ է հավանականությունը, որ 2026 թվականին մեր զբոսաշրջության թվերը կլինեն բացարձակ առավելագույնը Հայաստանի պատմության մեջ։ Բավոնց։ Հայաստան թեման դա է։ Հա, ընդ որում այդ զբոսաշրջիկներն կուտեն 2 կիլո ծիրան, դուրս կգա, որ մենք այդ ծիրանը արտահանել ենք այդ երկրներ։ Այսպիսի պատմություն։ Կամ այսպիսի պատմություն։ Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատու եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ։ Այսպիսի բաներ մոտավորապես։ Հա, շարասյունը, որը խփել են աղջկան, դա վարչապետի շարասյունն է եղել, հո իրանը չի եղել։ Հա, ինքը ճիշտ է, ինքը գերագույն գլխավոր պատասխանատուն է, բայց ինքը մեղավոր չի։ Այդ մոտավորապես այս կոնցեպտի մեջ է։ Ինքը այո, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատու է, բայց հայ-ռուսական հարաբերությունները ինքը կապ չունի։ Այսինքն հայ-ռուսական հարաբերություններն են փչացել։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բռն նորմալ է։ Ինքը դե չի կապ ունի։ Սա նորված են տվել։ Սրան որ իմբեցիլնա ձեն տվել։ Որովհետև այս բառախաղին լուրջ վերաբերվողը, լուրջ կարդացողը եւ գլուխը տնտմբացնողը, դա բիոլոգիական տեսակետից, մարդաբանության տեսակետից ինքը ոչ մի սանդղակի վրա չի տեղավորվում։ Եթե նույնիսկ տեղավորվում է այդպես սանդղակ կա, իրանք ընտրելու իրավունք չունեն։ Հա, ով սրան ձայնա տվել, սրան համաձայնա, իրան պետք է զրկել ընտրելու իրավունքից, որպես անմեղսունակ մարդ կենթանի, որը պատասխանատու չի իր գործողությունների համար։ Ես որպես քաղաքական բան չի, ճաշակի ոլորտից չի։ Եթե մեկը սա մեջ տրամաբանությունա գտնում, իրան ուղղակի պետք է մեկուսացնել ընտրական process-ներից։ Քննարկում չի եղել, երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլ ընտրանք չկա սրան։ Պարզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դա եւ ուրիշ տարբերակ չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Իսկ պետք է այս ինքը մեկին բացատրի այդ մոտ 50 միլիոն դրամը Հայաստանի բյուջեից այդ երկաթգծին ինչի տրամադրվեց։ Որ Պուտինը ընդունի հարց, եթե դժգոհ եք այդ կառավարման ձևից, եթե իրան նկատմամբ պահանջ ունեք, դուք ինչի եք փող տալիս։ Սա ինչ էր, կաշառք է, որի վրա փաստորեն թքես բանա Պուտինն ասեց, այդ 100,000-ը կհավաքես մի բան կանես հետո։ Լրագրողներից ոչ մեկ չէր հիշում դա։ Թե դուք լրագրողներ ջան, թե դուք օրվա նորություններին չեք ծանոթանում։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք։ Փաստորեն իրանք արբիտրաժում ուզում են խնդիր լուծեն,
քննարկեն անհամաձայնությունների վերաբերյալ, այսինքն դժգոհ են կառավարությունից, բայց բյուջեից փող են տալի այդ հիմնարկին, որը փաստորեն վատ է աշխատում եւ իր հետ կարող են գնալ նույնիսկ հասնել արբիտրաժ։ Այսպիսի մի հետաքրքիր բան այսօր կա, այս սերիայից է։ Մեր ուրախություն վրացական շուկային մուտք գործել հայկական գյուղմթերքի առաջի խմբակները, Հայաստանի դեսպանություն։ Տեսեք, ժողովուրդ, օգոստոսի 1, 2026 Հայաստանը անկախացել է Վրաստանի հետ Սովետական միությունից, չէ, 91 թվականին, ասել է 35 տարի առաջ։ Ու օգոստոսի 21 2026-ի 35 տարի հետո ուղիղ Հայաստանից ապրանք է ներմուծում։ Հարևան երկիր։ Այսինքն այս process-ը գրելը սավոպես ձեռբերում։ Եթե սա առաջի անգամ է, նշանակում է սա հանցագործություն է, ոսկե դույնից հարևան երկիր, հա։ Ես միշտ ասել եմ, չէ, առաջի բարեկամ երկրները մեր Հայաստանի համար։ Առաջին մեր օրոքը տենց է լինելու է մեր հարևան երկրները, Իրանն ու Վրաստանը։ Առաջնային Բայց չի կարա իր հարևանների հետ լավ չլինի։ Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերությունները որոշում են դատարանը։ 35 տարի հետո պետությունը հայտարարում է, որ վրացական շուկային նորսել հայկական գյուղմթերքի առաջին խմբականակները, սա ասում է Հայաստանի դեսպանությունը։ Եթե սա լուրջ վերցնենք, որ միջևս չի եղել, նշանակում է Հայաստանը վարել է հանցագործ արտաքին քաղաքականություն իր հարևանի նկատմամբ, որ Հայաստանի դեսպանատունը Վրաստանում մատնված է եղել տոտալ անգործության, տոտալ, եւ դա էլ հանցագործություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ շահերի նկատմամբ։ Հիմա մարդիկ ցնծության մեջ են, ծափ են տալի։ Դե հասկանում եք, չէ, այս տողերին ծափ տվողը, այդ ինչա որ ծափ չտա է։ Այս տողերին ծափ տվողը ամեն ինչին ինքը ծափ տվող է։ Ամեն ինչին ինքը չունի ուղեղ, որ հասկանա ինչա կատարվում։ Ու նայում եմ այս բանի վրա ուրախացողներ, ես ասում եմ, դուք ուղղակի եւ դուք անմեղսունակ եք։ Վարչապետս մի բան արել։ Ձեր վարչապետը հանցագործ է, որովհետև առնվազն 8 տարի ինքն է վարչապետ եւ առաջի խմբականակն է գնում։ 8 տարի դու վարչապետ լինես, Վրաստանով քո ապրանքները գնան գան, ազատ պրոբլեմներով, 1000 ու քո ապրանքները առաջի անգամ գնան։ Ես վստահ եմ, որ դերից գոռալու են, չէ, սա առաջի անգամը չի, նշանակում է դուք ստում եք։ Նշանակում է դուք հանցագործ եք, դուք կամ ստախոս եք կամ հանցագործ, որը երկու բառակայում են նույնն է պետության մակարդակի համար։ Հայաստանի դեսպանության մակարդակի սա հանցագործություն է, երկուսն էլ։ Եթե սուտը ասում ինքը հանցագործ է, եթե իրոք սա առաջի խմբականակն է, էլ ինքը հանցագործ է։ Եվ ոչ միայն ինքը, այլ իրենից եղած բոլոր կառավարություններն ու դեսպանները։ Իսկ իրականում սա է կատարվում մեր շուկաներում։ Գնացես ցախ էնակոտ է մոտը ցախ թափեցին գնացին, որովհետև դուրս չի եթում։ Ապրանքը շատ չի, ուղղակի առնողը քիչ է։ Որ Ռուսաստան էր գնում, դուրս էր գնում, ապրանքները 100 հատ քարավյուզին չա գիշեր ժամ 2-ից 70 տարեկան կնիկ նստած եմ։ Արդեն ուզում եմ թափեմ գնամ։ Ամեն ինչն էլ տենց է, մենակ քարավյուզը չէ։ Ինչու որ չկա պահիտակ տայա բարձր մի օրով, մի 2 ժամով։ Եթե մերկու մարդեղնում է թափոցի է, հենա պատերին տակին թափած, գնացեք նկարահանեք գնացեք։ Խնդիրը նա է, որ չգիտեմ, որովհետև պետությունների հետ կապ չունեն։ Իրանք կռվում են, արանքով գյուղացին է տուժվում։ Ինչի գյուղացու ապրանքը դուրս եթում, որ գյուղացին էլ վարկերի տակ ճռռում ենք։ Սրսկումներին, տուր սերմին, տուր ցանողին, տուր ամեն ինչին ծախսերը, բայց գալիս ենք բազար 0-ով տուն են գնում։ Ինչի, որովհետև այս մարդը, աղբեջան, այս մարդը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատու է։ Ինքը հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չի։ Հասկացաք, մորաքույր, հասկացաք պրոբլեմն ինչն է, որ ինքը
Ձեր խնդրեմը հայ-ռուսական տիրությունն է, ոչ թե Հայաստան, Ռուսաստան, որ դու կառավարությունից նեղանաք։ Դուք չհասկացաք։ Մի հատ էլ որ խանութ մտնեմ դուրս գամ, առանց փողի տուն եմ մտնում։ Հա, ես զատո ձեզ էի ման գալիս, որ մի օր ինձ ռաստվեք, ես ես սրտիս խոսքերը ասեմ։ Ուսենց մոտ 300,000 տնտեսություն։ Սա պետական բանն է, 300,000 տնտեսություն զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Չեն ոստիկանության աշխատակիցները, ովքեր ընդունել են պատվերը ազատության մեջ են, թվով 7 անձինք, ովքեր կազմակերպել, աջակցել, պատվիրել, պատվերը ընդունել եւ սպանությունը իրականացրել ազատության մեջ են։ Հիմա այս մարդիկ չեն ուզում դատապարտվել, չեն ուզում քրեական պատասխանատվության ենթարկվել, որտեղ իրենց քավորը Աննա Վարդապետյանն է ճակերտներով, բնականաբար իմ կյանքին վտանգ է սպառնում եւ սա ոչ թե Աննա Հակոբյանի ասած ես վտանգ եմ զգում, զգալով չի։ Տրամաբանորեն ամեն ինչ տանում է նրան, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, որովհետև 12 տարի մարդասպանները ազատության մեջ են եւ հետապնդման մեջ են, բոլորի ուշադրությունը սևեռված ինձ վրա, ես շատ լավ զգում եմ, որ ես հետապնդման մեջ եմ, իմ կյանքին այո վտանգ է սպառնում, որովհետև մեքենայի տակ են ինձ գցել մի քանի տարի առաջ եւ մինչեւ հիմա այդ գործը կոծկված է դիտավորությամբ վախի մթնոլորտ ստեղծելու համար եւ բացի այդ Աննա Վարդապետյան, դու ծեծի հատկանիշներով ես քրեական վարույթ նախաձեռնել ամոթ քեզ, որովհետև դիտավորությամբ վրա եշտի ենթարկելը բացարձակապես կապ չունի ծեծի հատկանիշներով հարուցած քո քրեական գործի հետ։ Ամոթ քեզ։ Ես ուղղակի մտածում եմ, թե Նիկոլի գնալուց հետո դու ոնց ես ապրելու այս երկրում, կամ արդյոք հնարավորություն կունենաս ապրելու։ Դա էլ հարցի մի կողմն է։ Այնպես որ մեր վիճակը շատ վատ է, հատուկ են այս հանցագործներին բրախել մեզ ջանը։ Իրավական դաշտը իսպար վերածված է, աշտարադատություն գոյություն չունի, ստեղ մենակ Նիկոլ, հենց ասում ես օրենք, պիտի հասկանաս Նիկոլ, Աննա Հակոբյան, սրանք ամբողջ երկիրը մխսելու են, ամբողջ գործիքակազմը իրենց ձեռքին է, պետական բոլոր ռեսուրսները իրենք օգտագործում են, ժողովրդի դեմ, մաշտու դեմ, մաշտու կյանքի դեմ, մաշտու ունեցվածքի դեմ ու առհասարակ ամբողջ երկրի դեմ։ Բայց դատախազությունը քրեական գործահարույց է, որովհետև Աննա Հակոբյանը զգում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Կնոջ ասածը դուք ուր եք գնալու, ի վերջո, տեսեք, մենակ ես չեմ ասում։ Այնքան էլ մարդ կա, որ միկրոֆոն չունի, որ ասի, բայց ինքը նույն բանն է ասում։ Դուք պետք է հասկանաք, որ մոլորակի իր տեղ չկա գնալու։ Հասկանաք, ապահով տեղ չկա։ Օրինակ Ուկրաինայի հանցագործները, ովքեր ղեկավարում էին, նրանք կարողացան տեղ գտնել Ռուսաստանում, որտեղ ծառայում էին Ռուսաստանում։ Ասադն էլ տեղ գտավ Ռուսաստանում։ Դուք չունեք տեղ։ Չկա, Ռուսաստանում ձեզ տեղ չկա, նշանակում մնացած բոլոր տեղերին դուք հասանելի եք։ Ոչ մի երկիր չի վերցնելու ձեր ոչինչ չարժեցող կյանքը իրա վրա։ Ձեր կյանքը երկրների մոտ ոչ մի բան է։ Հենց որ ամեն օր գիշերը քնելուց առաջ մտածեք։ Այս եղած խնդիրների մեջից դուք տուրիզմի մասին խոսալով չեք դուրս գա։ Պրակտիկապես հնարավոր չի։ Այնպես որ շատ հանգիստ եք։ Գագիկ Ղազնյանն ստեղ հանեցին աշխատանքից։ Այ ներքանց։ Ես ուղղակի սպասում եմ աշխատանքից հանելուց համալսարանից հանելուց հետո իրավագիտության բաժինն են փակելու։ Օրինակ տենց եղավ, չէ, Անուշ Սետրակյանին հանեցին եւ միանգամից փակեցին նաեւ արտասահմանյան գրականության բաժինը։ Հիմա քանի որ Հայաստանում դե մեկա չկա օրենք, մեկա չկա դատարան, Փաշինյան Նիկոլին կամ օրենքն է, համ դատարանն է, ուզում եմ իմանամ Ղազնյանին հանելուց հետո իրավաբանական ֆակուլտետն է փակելու թե ոչ։ Մեկա պետք չի դա։ Մեկա դատախազ, դատավոր, քննիչ, չգիտեմ, հետաքննիչ, մեղադրական ներկայացնող, ինչքան բան կա։ Սա Նիկոլն է մեկա, ինքն է որոշում, ով է մեղավոր, ով թե ինքն է բանանում հետքերը, ասենց ասեմ, վերսիաները տալիս,
ոնց որ 15 սպանված վարված զինվորների պարագայում է, սենց էլ եղել, ու ոչ մեկ մեղավոր չի, ինքը դրեց, նկարագրեց հանցագործությունը, ոնց է եղել 15 հոգու սպանությունը, հետո եկավ այն եզրակացության, որ ճիշտ է 15 հոգի սպանվել է, վառվել է, բայց ոչ մեկ մեղավոր չի, բենզինն էր մեղավոր, հա, դրա գնա բենզինի վառ, այն որում կես բան կա, բենզինն էր մեղավոր, հա, եթե այդ վիճակն է, իրոք ոչ Գագիկ Ղազինյանն է պետք է պետությանը, ոչ իր գիտությունը, այսինքն իրավագիտությունը, էլի, ոչ էլ բնականաբար այդ ֆակուլտետը։ Որովհետև օրինակ Գագիկ Ղազինյանի որդին կուսակցության, ուժեղ Հայաստան կուսակցության անդամն է Դավիթ Ղազինյանը, որը մեղադրում են ու ստանդարտով ընտրակաշարք տալու նախապատրաստությունների համար, որ հունիսի 18-ին կալանավորվել է։ Գործը մնում է քաղաքական հանրական, այսինքն գործն էլ ապացուցված չի, հանցակը ապացուցված չի, մեղադրական չկա, ոչ մի բան չկա, բայց արդեն որը հանել են աշխատանքից։ Որովհետև Հայաստանում գտան մի հոգի, որ այդ ֆակուլտետում չի սովորում։ Մի հոգի տվեց, չէ՞, կալանքի հրամանատարը Դավիթին։ Գտան մի հոգի, որ Դավիթի հորմոտ չի սովորել իրավաբանական։ Չոր գավառում ինչ որ բան էր ուսումնաներ ավարտել, high school երևի, հա, ինքը որոշեց, որ իր իմացած օրենքների շրջանակներում կարելի է խփել ու անցնել։ Դե եթե ընդերի ուսումնակ այս, չգիտեմ, քոլեջը ինչ է գավառում, եթե դա հերիքում է, իրոք էլի համալսարանը, իրավաբանության ֆակուլտետը ում է պետք, ինչին է պետք։ Հա, մեկը նա հերիք է եւ դա օրենքի հետ կապ չունի։ Այնտեղ ինչ կադր կտան, էլի։ Նիկոլին, դա այսպես հերիք է Նիկոլի Հայաստանի համար։ Այս մի քիչ ծաղրանքի է նման արդեն, բայց ես պետք է ասեմ, որ տղեկ, դուք վաղը ընկնելու եք մոմով իրավաբան փնտրեք, օրենքին ծառայող, դատավոր փնտրեք, օրենքից հասկացող, հա, դատախազ փնտրեք, անաչառ, որ ձեր հոդվածը գոնե ասենք ձեր արած հանցանքների համապատասխան լինի։ Թե չէ այն ինչ որ դուք թողել եք, այն ինչ որ իրավիճակը բերել եք այս դաշտում, դուք վաղը բոլոր նույն հոդվածով եք գնալու։ Մաքսիմումով։ Հետո դուք ընկնելու եք ասեք, չէ, ես հանցագործ եմ, բայց իմը ասենք մոտավորապես մինչև 5-ից 6 տարի, 7-ից 10 տարի, ես ցմահ պետք է չնստեմ, որտեղ դա օրենքով չի։ Մեկ էլ պետք է ասենք, աղբե ջան, այս դատավորները դուք եք, չէ՞ թողը։ Բոլոր ասենք, չգիտեմ, Վարդենիսում գավառում որտեղ էլ ավարտել են մեկը։ Սա այս դատախազներին դուք եք, չէ՞, սորացել։ Արա ձեր սերունդն է, բայց ձեր կադրերն են, ոնց կդատեն։ Ազնիվ խոսք, թե ես մատից տամատ է։ Մեկին փրկելու համար, որ արդար դատեն։ Չէ, ձեզ դատելու են արդար ըստ ձեր թողած դատարանի։ Այսքան բան։ Սա էլ ասենք։ Սիրելի բարեկամներ, բարի լույս, վերջին օրերին բավականին ակտիվ քննարկվում է բջջային հեռախոսների email կոդերի վրա հիմնված համակարգը եւ լսում ենք բազմաթիվ մտահոգություններ, ընդհանուր դավադրապաշտական թեզեր, ուզում եմ միանգամից ասել, որ նման բան չկա, այսինքն նման բան չկա, Ժողովուրդ ջան։ Ձեր ամեն ինչը կարդալու են, SMS-ները, զանգերը լսելու են, նկարները նայելու են, վիդեոն, ասկեն դուք առանց այդ հեռախոսների, ասենք դուք չեք ունենալու հեռախոսի մեջ մի բան, որ գիտեք մենակ դուք։ Չէ, ինչ դավադրապաշտական տեսություն, ոչ մի բան չկա, Ժողովուրդ ջան։ Հանգիստ եղեք։ 26 հեռախոս անցած տարվա մեջ որ բերվել է սև ճանապարհներով, այ էլ չի բերվի։ Այս հրա համար է։ Մեկ էլ իհարկե եթե ես չգիտեմ, կամ մեկ արտասահմանից օգտագործած թեկուս հեռախոս մեկին նվեր տա, այդ օգտագործած հեռախոսի համար, որպեսզի գրանցվի հայկական համակարգում, ինքը փող պետք է տա։ Այսինքն դու օգտագործած հեռախոսներ պիտի մաքսազերծեն կոպիտ ասած, հա։ Ամեն ինչ պետք է լինի, ոչ միայն փողի աղբյուր, նաև ձեզ վերահսկողության աղբյուր, բայց դավադրապաշտական բաներ մի մանեկեք, ժողովուրդ ջան։ Հա, լուրջ, օրինակ Նիկոլին այս խոսքերին հավատացողներին, ինչին է պետք դավադրապաշտական տեսություններ, հա։ Եթե մեկը սա նորմալ է ընդունում, հա, որ ասենք Հայաստան-Ռուսաստան եւ հայ-ռուսական հարաբերությունները տարբեր բաներ են, ինքը իհարկե գլուխը կտոմտոմբստի, ասի ճիշտ ասում Թունյանը,
Ես հասարակ Պողոսս ով եմ, ոչ չհավատամ, ասենք Սերժի Թունյանն ինչ ասում ինձ։ Հա, ընդհանրապես ձեզ վերահսկելու համար, բայց երթում են իրանց չեղած հոր արևով, որ ձեր SMS-ները չեն կարդալու, ձեզ զանգերը չեն լսելու։ Երթվում են, բա սրան հավատացողը ոնց կա, որ դան չհավատա։ Գնանք միջազգային նորություններին ու գանք, որովհետև այն ինչ որ կատարվում է դրսում, մեր վրա ազդեցություն է ունենալու։ Եվ այսպես ամերիկյան Նիկոլը համաշխարհային մակարդակով հերթական թյուրիմացություն, այսինքն հերթական բան, Հայաստանում կա մի հատ, հենց հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վենեսուելան ներկայացել է որպես ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։ Հա, դե տենց է ինքը։ Ում ուզի գողանա, ում նավթ ուզենա գողանա, եւ կարա CS-ի նահանգն արդեն։ Միջելոց պետք է ասեմ, որ միջև Վենեսուելան կա ներկայացնել 51-րդ նահանգ, ինքն արդեն Կանադան էր ներկայացնում 1 տարի առաջ որպես 51-րդ նահանգ։ Ասեմ ինչ եղավ արդյունքում։ Ամբողջ Կանադան դանդաղ բարձրացրեց իր երկու ձեռքերը, բոլոր բնակիչները, չգիտեմ քանի միլիոն են այնտեղ, սենց 40% առնվազն, ասենք բարձրացրեց երկու ձեռքերը, դանդաղ իջացրեց բոլոր մատերը, բացի մեջտեղի մատից։ 40% առնվազն էլ չեկան Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես տուրիստ։ Մինիմում։ Տուրիզմը դրա արդյունքում 40%-ով պակասեց դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իսկ կանադացիները Ամերիկայի Միացյալ Նահանգներ գալիս են մոտարապես երևի տարի մի քանի անգամ։ Ոչ միայն առևտրի, նաև հանգստի, որովհետև համատության մեջ ամեն դեպքում Ամերիկան ավելի էժան տեղ է այս ամենի համար, քան Կանադան։ Ի վերջո փոփոխությունը, հա, եւ ասում, կապը շատ է մեծ եղել։ 40% իր մեջտեղի մատերից տվեց այս տխմարին այդ արտահայտության համար։ Պլյուս դադարեցրեց շատ հարաբերություններ տնտեսական իմաստով եւ որի արդյունքում չինական մեքենաները, մասնավորապես էլեկտրոմեքենաները մտան Կանադա, որը ցած ասեմ մահացու վտանգ է ամերիկյան ավտոմոբիլաշինության համար, մահացու վտանգ է, որովհետև Կանադայից Ամերիկա 100 կիլոմետր ամենամոտիկ, այսինքն սա մի հատ փոքր գիծ է ու վստահ եղեք չինական մեքենաները Ամերիկա մտցնելու ճանապարհները կգտնեն մարդիկ ժամանակավոր, տուրիստական, իսկ դա գիտեք ինչ է նշանակում անհամեմատ ավելի էժան մեքենա, անհամեմատ ավելի էժան սպասարկում եւ ամերիկյան էլեկտրոմոբիլները չեն մրցակցի չինականների հետ, որովհետեւ Չինաստանում արդեն տեսնան մասնավորապես Տեսլան, այնտեղ էլ վրեն նայող չկա։ Այն կարգի մոդելներ կան, որ շատ ավելի արդյունավետ են, քան հենց Տեսլան։ Եվ այդ մոդելներն արդեն եկել են Ամերիկայի Միացյալ Նահանգների թիկունքի, շնչում են հենց հիմա։ Հիմա հասել ենք Վենեսուելա։ Ինչ եղավ Վենեսուելա, գողացան նախագահին, գողացան նավթը, 17 միլիարդ դոլարի նավթ են գողացել, արդեն ծախել, եւ դրանք ուղիղ գնաց Թրամփի եւ իր այդ ասոցացվող Exxon Mobil-ներ կարծեմ, դրանց բենզալցակայաններ, մի խոսքով 17 միլիարդ դոլարի։ Այս են փողնա, որ գողացան, փաստորեն, աղքատ Վենեսուելայի բնակիչներից։ Հիմա էլ ասում եմ, դու կդառնաք 51-րդ նահանգ։ Մնաց 3 ամիս, 4 մինչև նոյեմբեր։ Հայաստանում սա լուրջ ընդունողներ կան, սրա հետ հույսեր կապող կան, ինչ ասենք, ամեն մեկ իր պատկերացում ունի իրականության մասին, բարոյականության մասին, քաղաքականության մասին, մինչդեռ լուրջ արդեն վերլուծաբաններն են պնդում, որ իրանական հրթիռները դարձել են լուրջ խնդիր Ամերիկայի համար, որ նրանց ուղղակի արդեն խփելը, որսալը դարձել է անհնարին, այն աստիճան անհնարին, որ ասենք խոստովանում է, որ իրանական հրթիռները, Իրանը, որը գտնվում է արդեն 40-45 տարի բանի մեջ շրջապատման մեջ, չէ, դարձել են անլուծելի խնդիր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Եվ սա արդեն խոստովանում են նույնիսկ բարձրաստիճան գեներալները։ Եվ դա ցույց է տալիս ամեն օրվա ավերածությունները, որը իրականացնում է ամեն ռմբակոծությունից հետո
Իրան։ Վատ նորություններ Ուկրաինայի համար։ Հիշում եք Ուկրաինան ինչ ոգևորվածությամբ էր նետվել Նետանյահուի գիրկը, Ամերիկայի գիրկը, որ ես կգամ, ձեզ կփրկեմ, դրոնները ստամ, խփեմ իրանական հասանավին, իրանական նավին խփեց, կասվից ծոմ, որպիսի վայելի, սենց ասեմ, արժանանա Թրամփի ընդունելությանը և մի քանի հատ պետրոտ տա։ Նետանյահուն ուղղակի բլոկ դրեց Լինսի Գրեմի այն ծրագրի վրա, որով նախատեսվում էր օդային պաշտպանություն տրամադրել Ուկրաինային։ Լինսի Գրեմը ասում, որ գնաց Ուկրաինայից վերադարձավ, հենց այդ գիշերը մահացավ, ինքը խոսք էր տվել, որ անպայման ամեն ինչ կանի, որ դա ստանա։ Հենց այդ գիշերը մահացավ։ Պլյուս սանկցիաները, որ Ռուսաստանի վրա պետք է լիներ։ Ես դա մասին կարդացել եմ, սոսկալի փաթեթ էր։ Փաթեթը ոնց որ թե չի ընդունվում, այսինքն համաձայնվեցին, որ կքննարկեն, բայց ոնց որ թե նաև դիմադրություն կա, որ դա պետք չի ընդունել։ Ես վստահ եմ Պուտինը ձևեր կգտնի, որ դա արգելի, պլյուս Նետանյահուն էլ իր հերթին արգելեց, որ այդ հակօդային պաշտպանությունը գնա Ուկրաինա։ Գիտեք ինչի։ Դե իրանց է պետք։ Իրանք չունեն, իրանց համար ինչ տարբերություն։ Ուկրաինան կոչնչանա երկրից այդ հատվածների արդյունքում, թե չէ, իսկ Ռուսաստանը անխնա անմարտկային, ինչպես միշտ է արել 4.5 տարի, ռմբակոծում է քաղաքային, ասենք բնակեցված տարածքները, ու չկա օդային ոչ մի պաշտպանություն։ Այսօր բոլոր երկրների համար, եւ Իրանի, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաների, եւ Իսրայելի, եւ Ուկրաինայի, եւ նույնիսկ Ռուսաստանի համար հակաօդային պաշտպանությունը դա մեծագույն խնդիրն է։ Ոչ մեկ չունի, բոլոր ինչ ռեսուրսներ կա, սա համարյա օգտագործվել է։ Եվ բարևներ Նետանյահուի Զելենսկուն։ Շարունակի դառնալ ռազմական հանցագործությունների մաս Զելենսկի։ Ես դա մասին քեզ վաղուց ասել եմ։ Պլյուս Իսրայելը նաև պատրաստում է ամեն ինչ անի, որ բոլոր տեսակի են պայմանավորվածությունները եւ են խոստումները որ տրվել է Ուկրաինային էլի չեղարկի, որովհետեւ այդ զենքերն իրան է պետք։ Ոչ միայն հակաօդային պաշտպանությունը, ցանկացած տեսակի զենք, որը հնարավոր է Ամերիկայից տեղափոխել Ուկրաինայի ուղղությամբ, բլոկադան։ Ամեն ինչ անում է, որ ոչ մի բան չգնա Ուկրաինա, դա իրան է պետք։ Այնպես որ Զելենսկի արդյունքում ունեցած իդեմս Իրանի լուրջ թշնամի, իդեմս իմ նման մարդկանց հերթական անգամ համոզվեցինք, որ քո համար միջազգային օրենք, բան, դրանք կացում ես ամեն ինչի վրա, քեզ կարևորը քո պատերազմն է, քո փողը, քո շահերը, ոչ թե ասենք մարդկանց կյանքը եւ այլն։ Դե այտենց էլ քեզ պատասխանում են, ընդ որում նրանք, որ մի անգամ չի որ տենց են վարվել։ Ով է տեսել հրեայի հետ մի բան պայմանավորվես ու ինքը միջև այդ քո ասենց քեզ շնորհակալ լինի քո զոհողությունների համար։ Վախտը տեկել է քեզ փողը տալու է։ Սա վերաբերվում է նաև Ադրբեջանին։ Ես ինչեմ ես կանը գալիս։ Հերվից եկա ուղակի։ Ինչ արել Ադրբեջանը, ինչ հնարավորություններ տվել է հետախուզական, Իրանի նկատմամբ հարձակումներ գործելու համար, հետախուզության համար, ինչ արել է, որ պահին եկավ Ադրբեջանին փողը տալու հնարավորություն եւ առիթ նույն ձև անելու է նաև Ադրբեջանին Իսրայելը։ Հաշվելու համար իմիջիայլոց ասեմ, Ուկրաինան եւ ավելի շատ բան արել Իսրայելի համար, քան Ադրբեջանը։ Եթե Ուկրաինային է այս վիճակի մեջ տոնում, Ադրբեջանը ինչ է։ Իմիջիայլոց ինքը երևի շատ դեմ չի լինի, որ Ադրբեջանը նույնիսկ մասնատվի։ Այնտեղ ինձ թվում է, այնտեղ գիտեք, Գորսկի եվրեներ կան, լեռնային հրեաներ կան։ Իրենց համար հատուկ մի կարգավիճակ հանգիստ կարապոկի մասնատվելուց հետո։ Սա իր ձեռագիրն է, մտել է պաղեստինցիների խանութ, նայեք ինչ են անում։ Իրանց ոչինչով չի խանգարում այս ապրանքները, բացարձակապես։ Մարդեր մի քանի ապրանք ուներ, առևտուր էր անում, ուրախ, հավերում են։
Ես ասեմ, իսրայելցի զինվորների եւ ադրբեջանցի զինվորների մեջ բարոյական իմաստով, պահվածքի իմաստով ոչ մի տարբերություն չկա։ Այ նրանք ովքեր ուզում են ադրբեջանցիների հետ բարեկամություն անել, դուք հիշեք, որ հանկարծ եթե հնարավորություն են, անելու են ինչ որ արել են Արցախում, անելու են նաեւ Հայաստանում հնարավորության դեպքում։ Իրանն էլ խոստացել է, եթե հանկարծ մի հատ էլ ի վրա կրակ եղավ, ձեր բոլոր էներգետիկ ստրատեգիական էներգետիկ բաներին, հանգույցներին կարող եք հրաժեշտ տալ։ Իսկ Ամերիկայում ասում են բարձրաստիճան գեներալները, որ դա հնարավոր է, այո, դա հնարավոր է եւ դե ասեց կանի ինքը։ Իսկ հիմա գանք Նյու Յորք, տեսնենք ինչ է լինում, երբ որ ընտրված մարդը խոսքի տերն է լինում։ Ասեմ, որ երբ որ ընտրվեց այս մահմեդական քաղաքապետը Նյու Յորքի, ինքը խոստացավ, որ միանգամից նախ փակելու է Նյու Յորքի պարտքերը, կրճատելու է տրանսպորտի վարձը, ստեղծելու է էժան խանութներ, որտեղ մարդիկ այս ահավոր գներից կարող են մի քիչ էժան ապրանքներ առնել։ Առաջ երկուսը արել է։ 3-4 ամսվա մեջ փակվեց Նյու Յորքի 8 միլիարդ դեֆիցիտը, որ միջև այդ ոչ մեկ չէր արել այդպես բան։ Միշտ ասում են հնարավոր չի Նյու Յորքի ծախսերն ավելի շատ են, քան օգուտները, եկամուտները։ 4 ամիս էր պետք, որ Մամդանին փակի Նյու Յորքի 8 միլիարդ վարկը դեֆիցիտը բյուջեի։ Կրճատեց կեսով, բայց ոչ բոլորի համար տրանսպորտի գինը, այսինքն այն մարդիկ, որոնք սոցիալական օգնություն են ստանում, տրանսպորտի համար վճարում են կեսկին։ Հիմա հասել է հաջորդ բան։ Zoran Mamdani just lowered food prices across New York City. America's mayor announced he will be selling produce and meat at his city-owned grocery stores for 30% under the average cost. Of course, this means the people who can go to those stores are going to get cheaper groceries, but it also means all New Yorkers are going to get cheaper groceries. What Mamdani has done is created a public option in the food sector. Now, all these groceries are going to be sold at 30% off. What are other grocery stores going to have to do to compete? That's right, lower their prices. This is called downward price pressure. Despite Mamdani being a socialist, this is actually a very important part of capitalist economics. This is the same effect that the United States Post Office creates. FedEx and UPS can't charge you $1,000 to deliver a package because you could just go to the lower cost competitor, which is run by the government. Public options are great to lower prices because they don't have to make a profit. Mamdani isn't trying to make a profit with his grocery stores. He's Խոսքով, ստեղծել է համակարգ, որտեղ խանութների ցանցաստեղծում, որտեղ ամեն ինչ որ առնում է հասարակական դառնում ինքը ներս 30% ցածր գնելով։ Որովհետև պետական խանութները ասում են կարիք չունեն աշխատեն եկամուտով։ Հենց մենակ է տրամաբանության մեջ։ Ենթադրում եմ, որ արդեն առանձին խանութները, որտեղ սա մասին ինքը ասել է մեկ ամիս առաջ, որ բացվելու են, հիմա ես չեմ տեսել այդ խանութները դեռ, չեմ էլ մտել այսօրվա մեջ խանութ, որ հասկանամ գների մեջ փոփոխություն կա թե չկա, բայց սրա մասին ասվել է մեկ ամիս առաջ, եւ հիմա արդեն հաստատվում է, որ process-ը սկսվել է։ Եվ կոնկուրենցիայի մեջ մնալու համար այն մեծ խանութները, որոնք ունեն օգուտների հսկայական բաժին, իրենք ստիպված են լինելու իջացնել իրենց գները, որպեսզի կարողանան նոր բացվող խանութների հետ դառնալ մրցակից։ Սա է լինում, երբ որ ընտրված մարդը սկսում է իր խոստումները կատարել։ Նշանակում է հնարավոր է լինի մարդ, ոչ լինի տականք, ոչ լինի սրիկը, հնարավոր է։ Ուղղակի պետք է գտնել այդ մարդու եւ ընտրել իրան։ Բայց եթե մի մարդ քեզ 8 տարի խաբել է ու գնում դու դրան ձայն ես տալի, նշանակում է դու արժանի չես, որ քեզ չխաբեն։ Դու ի սկզբանե գիտես, որ ինքը քեզ խաբելու է, ու դու գնում իրան ձայն ես տալի, նշանակում է քեզ հասնում է այն ինչ որ քո հետ կատարվում է։ Իսկ եթե ուզում ես քեզ չխաբեն, խոստումները տված կատարեն, պիտի չընտրես առնվազն նրան, չընտրես, ով քեզ արդեն խաբել է։ Հիմա ես կարաս ասես ոչ մեկն էլ չէ բանա, վստահելի չէին, նրանց էլ մեկա նույնն են, մի ընտրի, բայց դու ընտրես, որը քեզ խաբելու է, դրան արդարացում չկա, գոյություն չունի, այնպես որ հարգելի հայրենակիցներ, այն հորը տեսները, որ ասում են ով էլ գա նույնն է լինելու, ինչ է լինի նույնն է լինելու, դուք կարող եք մտածել ինչ ուզում եք։ Փաստերը ցույց են տալի, որ միշտ չի, որ դուք ճիշտ եք, որ կարող է լինի մարդ, որ ասածը անի։ Ընդամենը
6 ամիս է, 7 ամիս է քաղաքապետը։ Սա երրորդ խոստումն արդեն կատարել է։ Այնտեղ կա 4-5 դա սոցիալական փաթեթների վերականգնումն է, անվճար օգնությունն է, բժշկական, դպրոցական տարիքի երեխաների համար, որտեղ այս ամեն ինչը կտրել է Թրամփը։ Ես վստահ եմ դա էլ անում։ Եթե նույնիսկ չանի է, նշանակում է ուժը չպատեց։ Հիմա տեսնենք սրանք ով են, ժողովուրդ։ Բնույթով, այ սրանք մարդկա լիարժեք չի պատկերացնում դեռ։ Այս ամեն ինչը արդեն եղել է։ Եղել։ Գիտեք, չէ, իրականության մեջ մի քիչ գնանք բարձրագույն մաթեմատիկայի։ Իրականության մեջ ոչ մի բան նոր չի, այս ամեն ինչ եղել է արդեն կա։ Մենք ենք ընտրում, ինչն ենք ուզում, որ մեր հետ լինի։ Հիմա մենք ընտրել ենք այս բոլշևիզմը, որ մեր հետ իրականանա։ Որպեսզի հասկանանք սրա հետևանքները, որն է, ինչի է բերում, հա? Ընդհանրապես պետք է հետ գնալ, նայել 100 տարի առաջ։ В 1920-х большевики пытались отменить семью как буржуазный пережиток. Александра Коллонтай, например, предлагала вместо брака свободную любовь. Ես ամասը խոսացել եմ, չէ՞ որ բոլշևիկները նույնիսկ ընտանիքն էին ուզում, ընտանիքի ինստիտուտը վերացնեին որպես բուրժուական ժառանգություն։ Ազատ սեր, դա էր միջև 24 թիվ, միջև Ստալին։ Սա էր քարոզվում։ Նայեք այս նեոբոլշևիկներին, այս նոր բոլշևիկներին նայեք, ինչքան սրբություն կա, ուզում են տրորած լինեն, նոր հարաբերություններ, արձանի վրա գրգռվեն, տղու վրա գրգռվեն, ամոթ չի ոչ մի բանը։ Вместо матери государственные ясли, которые будут растить ребенка за родителей. Но уже в 1936 году то же самое государство запретило аборты и объявило крепкую семью своей. И опорой. Получается, за 15 лет курс государства изменился полностью. Историк Юрий Слезкин в своей книге «Дом правительства» объясняет, почему этот поворот был неизбежен. Слезкин отмечает, что вера живет ровно столько, сколько она передается из поколения в поколение. А передаваться она может только через семью. Если у идеологии нет ответа на вопрос, как жить и кого воспитывать, эта идеология умрет в первом же поколении. Ընդհանրապես հավատքը ուսամես լոգիկա կա, փոխանցվում է ընտանիքում։ Հայրից որդի, որդից որդու, սենց ընտանիքում է փոխանցվում։ Եթե չկա ընտանիքը, ինչ ժառանգություն պետք է փոխանցվի, ինչ արժեքներ պետք է փոխանցվի։ Ջարդեցին այդ ինստիտուտը, ինչպես 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանը ջարդեց հայ ընտանիքի ինստիտուտը։ Ես հիշեցնեմ, ամենամեծ հարվածը հայ ընտանիքը, հայաստանությունը ստացել է 91-94 թվականներին, ամենամեծ։ Большевиков таких ответов не было, и виноват в этом сам Маркс. Маркс считал, что стоит отменить частную собственность, и семья, государство, привычные роли мужчины и женщины отомрут сами собой. Как конкретно должна быть устроена новая жизнь после революции, Маркс не описал. Поэтому большевики не умели строить новый тип семьи, они смогли только разрушить старый. Какой Այս ամեն ինչի մասին է, որ միշտ եղել են հրեշներ, որ միշտ ուզեցել են մտնեն այս սրբությունների արանքը, որ կարողանան այս նոր հասարակությունը ավելի կառավարելի դարձնել, ավելի ենթարկվող դարձնել, բայց բոլոր այս տեսակի էքսպերիմենտները վերջում դարձել է չարիք հենց իրանց նկատմամբ։ Երբ որ դու ստեղծում ես հրեշավոր դատական համակարգ, պատրաստ եղի, որ այդ հրեշավոր դատական համակարգի հաջորդ զոհը լինելու ես դու։ Երբ որ դու դաստիարակում ես հրեշավոր սերունդ, պատրաստ եղի, որ այդ հրեշավոր սերունդը մի օր փողոցում սատկացնել է քո զավակին կամ քեզ։ Երբ որ դու դաստիարակում ես անպատասխանատու քաղաքական գործիչներ, մի օր այդ անպատասխանատու քաղաքական գործիչները անում են քո երկրի հետ այն, ինչ երևի դու չէիր ուզում, ինչին որ դու պատրաստ չէիր։ Բայց դու մտածում ես, որ եթե կարելի է ասես տշած ունենալ օրենքը, քաղաքականությունը եւ ընդհանրապես այս կարգի հիմնավոր բաները, որոնց վրա կառուցում է երկիրը, ու մտածելով, որ քո վրա սա ոչ մի ձև չի անդառնալու, պատմությունը դա չի ներում, որովհետեւ պատմության մեջ ամեն մի գործողություն ունենում է հակազդեցություն։ Իսկ եթե դա հակաբնական է,
ինքը ունենում է ավելի վատ հետևանքներ։ Ինչ եմ ասում։ Այն էքսպերիմենտները, որ հիմա մեր հասարակության հետ տարածկացվում, ինքը եղել է տարբեր ձևեր, տարբեր բացատրություններով, ավելի մեծ ռեսուրսներով, բայց ամեն ինչ ջարդուփշուր ա եղել ու շուռ ա եկել հենց իրանց դեմ։ Հենց իրանց դեմ։ Հատես մեր ընկերոջը լսենք։ Չկռվեցին։ Ջրականը հանձնեցին, փախան, չկռվեցին։ Արդեն 5 տարի այսպիսի արտահայտություններ ենք լսում, սակայն ձեզանից քչերդ գիտեք, որ հենց ջրականի 9-րդ պաշտպանական շրջանն է հակառակորդին հերոսական դիմադրություն ցույց տվել, չնայած նրա 5 անգամ ավել գերազանցող ուժերին։ Հենց հիմա միասին բացում ենք Google Earth քարտեզը, մոտենում ջրականի Լելեթեփե բարձրունքին, տարեթիվը փոխում հոկտեմբերի 3-ը 2020 թվական եւ ուշադիր զննում Արբանյակից արված այս լուսանկարները, որտեղ ադրբեջանական զրահատեխնիկան փորձում է ճեղքել մեր պաշտպանությունն օգտագործելով T-72, T-80, T-90 տանկեր, BMP-2, BMP-3 հետևակի մարտական մեքենաներ, ուկրաինական BTR-3 զրահափոխադրիչներ, ուզբեկական Aksum Max զրահամեքենաներ, կանադական Inca Sentry զրահափոխադրիչներ, D-20, D-30 թնդանոթ հաուբիցներ, Gvazdika ինքնագնաց հրետանային կայանքներ, Grad համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, չեխական Dana մոբիլ հրետանային կայանքներ, TOS համազարգային կրակի ծանր հրետանային համակարգեր, Smerch համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, վարձկաններից կազմված հետևակ, շատ հետևակ։ Ու այսքանից հետո 9-րդ պաշտպանականը ոչնչացնում է հակառակորդի 83 տեխնիկա։ Այո, հենց հիմա միասին հաշվելու ենք այդ 83-ները։ Տաս 80, 81, 82, 83, 83-րդն էլ գրավված թշնամու տանկ է։ Կրկնում եմ, ուժերի հարաբերակցությունը եղել է 5-1-ի, սակայն ջրականի 9-րդ պաշտպանական շրջանը կենացմահու պայքար է տվել, չնայած հակառակորդի օդի գերակայությանը։ Դե հիմա ինքներդ ազնվորեն պատասխանեք ձեզ։ Դուք սա եք համարում պարտություն։ Ես շնորհակալ եմ Էդուարդ Համբարձումյանին։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Դուք հապահեք ես փաստերը ձեր 44 օրյա պատերազմի զեկույցների մեջ։ Անպայման կգտնվեն երիտասարդներ, անպայման, որոնք սենց հիշողությունով, տեխնոլոգիաների միջոցով կվերականգնեն ամբողջ այն պատկերը, որ իրականացել է։ Միգուցե ոչ բոլոր մանրամասնություններով, բայց մեծ հաշվով մենք անպայման իմանալու ենք ճշգրտորեն ինչ ա լինել, ինչ ա եղել։ Եվ այս բոլոր կազմակերպիչները այս պատերազմի պետք է հասկանան, հալեսի մի հատ դամոկլյան սուր ա, որ կախված ա ձեր բոլորի վզին, անժամկետ, ու տակից բարակ մոմ ա վառում։ Պատկերացեք, դուք չգիտեք այդ մոմը երբ ա կտրելու այդ թելը։ Լալակ ինքը վառնում ա։ Հələ մեծ կրակ չի, էլի, մկրատ չի, էլի, հələ իշխանությունը մեծ ձեռը չի, էլի։ Բայց այդ մոմը բարակ վառում ա, սենց։ Դուք ամեն վայրկյան սպասեք, որ սուրը իջնելու ա։ Անխուսափելի ա։ Անկախ նայած քանի տարեկան կլինեք, դրսում որ թիվը կլինի, ինչ եղանակ կլինի, դա լինելու ա։ Այս կարգի տիտանական դավաճանություն ու հանցագործություն մարսել հնարավոր չի։ Ոչ Նիկոլին, ոչ Նիկոլի կողքիներին, ոչ Նիկոլի ընտրողներին, չէ։ Չէ, հարմար չի։ Ես ձեզ չեմ ներելու, այսինքն պատկերացեք ես որ ասեմ ես, այս տղեկը հետս է։ Այս տղեկը մեր հետ է։ Եվ ես դեռ չգիտենք է, վաղը, էլի ովքեր են ավելանալու։ Թե որ ասենք ես չգիտեմ, մի տարի առաջ ես ասում, նույնիսկ ես 2 օր առաջ եի ճանաչում։ Սա երկրորդ հարթումն է։ Ես ընկերոջից ցույց եմ տալի ես։ Ու էլ են լինելու։ Ու այսօր իմ ընկերներից մեկի հետ էի խոսում, քաղաքական։ Ասես գիտես, հետաքրքիր բան է կատարվում։
Այն տղաները, որոնք անցել են այս պատերազմը, երկար ժամանակ միջև այս ընտրություններ, միջև մի տարի առաջ այլ ձև էին նայում կյանքին, երևի հիմա արդեն հասկացել են, որ ով եթե ոչ իրանք նորից, ինչպես պատերազմի դաշտում, ով եթե ոչ իրանք էին, հիմա էլ են հասկացել պատերազմը ստեղ է, իրանք ստեղ են պարտվել, քաղաքական դաշտում են պարտվել, որտեղ իրանք խփել են հենց ստեղից քաղաքական դաշտից, միջ իրանք 5 անգամ ավելի շատ, տեսակ է զենքերի քանակությունը, տեսակ է ռեակտիվ համակարգների քանակությունը, տեսակ որ երկրներից ինչ էր առել Ադրբեջանը, մեր երեխեքն են այս անկատար, այդ սատկացնելը կանգնեցնել է 5 անգամ ավելի մեծ զորքին, հետալել են այդ երեխեն, մեր երեխեքը, որոնց սպանվելը, որոնց դավաճանելը մոտ 300,000 մարդու համար, ինչ անենք, դե բան է եղել է, Նիկոլ, ինչ անենք, Նիկոլ ընդամենը թաքցնում է այդ հանցագործությունները, Իշեք այդ մոմը վառվում է, այն էլ ոնց է վառվում։ Հանուն հայրիկի փորձում եմ ուժեղ լինել, հանուն հայրիկիս, հանուն մայրիկիս, նույն ձև քույրիկս, նույն ձև մեր հարսիկը, ինչպես ասեցի նրա եղբայրն էլ է զոհվել, ամուսինն էլ, ու հանուն մեր այդ ծնողների, կոտրված ծնողների, մենք ջահել աղջիկներ ենք, բայց փորձում ենք ուժեղ լինել։ Մեր բալիկներին նայելով, մենք չգիտեմ, ուժ է գալիս, ինչ որ գերբնական ուժ է գալիս։ Հիմա ճիշտ ալացում եմ, բայց հիմնականում ես նրա մասին խոսելիս, պատմելիս չեմ տխրում։ Այդքան կորուստներից հետո ինձ երկու բան ունեմ, որը ուժեղ պահում եմ. արժանապատվությունս ու հիշողությունները։ Ինքան հարուստ եմ հիշողություններով ու անդադ պատմում եմ, կրկնում եմ, ասում եմ հանկարծ չմոռանամ մի բան։ Սենց աչքերս փակում եմ միշտ, տան ճանապարհն եմ, մտովի բարձրանում եմ, հիշում եմ տան անկյունում, մեր սենյակում ինչը որտեղ էր, որ չմոռանամ հանկարծ։ Արժանապատվություն ու հիշողություն։ Սրանցից ցանկացածի կորստի պարագայում մարդը վերածվում է անասոնի։ Ցանկացած, արտադի չի երկուսն էլ կորցնել։ Ով կորցրել այս երկուսը, առավել ևս անասոնի քառակուսի է։ Սա վիրավորելու իմաստով չեմ ասում, ուղղակի բիոլոգիական իմաստով եմ ասում, կենսաբանական իմաստով։ Ես որ պետք է լինում քննադատել մեկին, ես չեմ նայում ինքը որտեղից է։ Նոյեմբերանցի է, արցախցի է, երևանցի է, նույնիսկ իմ թաղեցի է։ Քննադատության մեջ ես սահմաններ չունեմ, դաժան եմ, մանավանդ եթե դավաճանության մասին է խոսքը։ Արցախցիներ չեմ։ Հիշեք ձեր տուններ, ճանապարհներ, տան սենյակի դասավորվածություններ, երբեք չմոռանաք, միջև այդ ամեն ինչը կդառնա իրական։ Ու մենք իրար հետ կարող ենք դա անել, քանի դեռ մենք չենք կորցրել մեր հիշողությունն ու արժանապատվությունը։ Եթե դա մի օր մենք չկարողանանք անել, նշանակում է մենք ոչ հիշողություն ունենք, ոչ էլ արժանապատվություն։ Այսքան բան։ Տեղի ունեցել Գարեգին Նժդեհի, հենց այս եկեղեցում են տեղի ունեցել Գարեգին Նժդեհի կյանքի երկու կարևորագույն իրադարձությունները։ 1920 թվականին այս եկեղեցում Նժդեհն ամուսնացավ Արուսյակ Մինասյանի հետ, իսկ ընդամենը 1 տարի անց նույն եկեղեցում օծվեց որպես սպարապետ։ Ըստ եկեղեցական ավանդության, եկեղեցու սրբավայրի տեղն ընտրվել էր երկար աղոթքից ու ծոմապահությունից հետո, այնտեղ, որտեղ վկայարան էր հիմնել Բարդուղիմեոս առաքյալը։ Հենց այստեղ եկեղեցին օծեց նաև Խրիմյան հայրիկը, եւ հենց այս սրբավայրում տեղի ունեցան Նժդեհի կյանքի երկու կարևորագույն իրադարձությունները։
Եկեղեցու պատմությունը սկսվել էր դեռ 1897 թվականին, երբ Գորիսի Մելիք Հյուսեյնյան իշխանական տոհմը նախաձեռնեց դրա կառուցումը։ Շինարարությանը մասնակցել էր ամբողջ քաղաքը, իսկ 1904 թվականին եկեղեցին արդեն բացվեց։ Խորհրդային տարիներին այն դարձավ պահեստ, ապա թանգարան, իսկ միայն 1989 թվականին եկեղեցին վերաբացվեց։ Սա միայն մեկն էր այն բազմաթիվ պատմություններից, որոնք դեռ միասին բացահայտելու ենք, իսկ եկեղեցին գտնվում է քաղաք Գորիսում։ Շնորհակալություն Անի ջան։ Տեսնում եք ինչքան հիշողություն ու արժանապատվություն չկորցրած երիտասարդներ կան։ Չգիտեմ դուք ոնց, ես շատ եմ սիրում մեր երիտասարդներին ու ես վստահ եմ, այն ինչ որ չարեցինք մենք, անելու են մեր երիտասարդները, մենք էլ իրանց հետ։ Այսպիսի մի քաղաք են գտել 3000 տարեկան Վանա լճի հատակում։ Այսպիսի մի քաղաք Վանա լճի հատակում 3000 տարեկան։ Ու դա գրվում է, որ Թուրքիայի տարածքում է գտնվել։ Բամբարդ էս ցիվիլիզացիայի կարող լինի։ Ու այս վիճակում կարող է մեր հիշողությունն ու արժանապատվությունն ենք կորցրել դրանից։ Ես դրա մեջ եմ տեսնում պատասխանը։ Թող սա չհնչի որպես ինքնախարազանում, չէ։ Մարդ կարողանա արսնայի ճակատին հայլու մեջ ու ասի գիտես ինչ, չէ որ ես իմն է եղել, կորցրել եմ, պատճառը ո՞րն է եղել։ Չի կարող միշտ թշնամին լինի մեղավոր։ Չի կարող, եթե թշնամի նույնիսկ 5 անգամ քեզանից գերազանցում է, բայց դու որոշել ես պաշտպանվես, այո, ջրականը կպաշտպանես։ Իսկ մեզանից 5 անգամ մեծ թշնամի մենք այս թվերին չենք ունեցել։ Որովհետև որ մենք որոշել ենք պաշտպանվել, դա կլիներ շապինգալայի սարը, դա կլիներ Սասունը, դա կլիներ Սասունը միջև պաշտպանվել է, հանձնվել չեմ ասում, դա կլիներ Վանը, որտեղ մենք պաշտպանվել ենք, մենք պայել ենք։ Մուսալերը, մենք պայել ենք, մարդկանց փրկել ենք։ Որտեղ չէ։ Ու այսօր մենք մեզանից հրաժարվում ենք, ինչա ինչ-որ մի ճիվաղ կամ ճիվաղախումբ նման ծրագիր ունի, մենք ուրեմն պետք է թույլ տանք մեզ, որ ինչ-որ պատահական, արևի տակ մնաց, երկար մնացած աղբից առաջացածներ, ինչ-որ մեր ճակատագիրը որոշեն, ես համաձայն չեմ դրում։ Սա արժանապատվության խնդիր է, ոչ միայն հիշողությունը, իսկ չգիտեմ ինչն է առաջնային հիշողությունը, թե արժանապատվությունը։ Բայց ինչպես մեր աղջկան մեր քույրիկին խոստացա, մենք կվերադարձնենք այս ամեն ինչը, եթե մենք չենք կորցրել մեր արժանապատվությունն ու հիշողությունը։ Իսկ վերջում ես սա եմ ուզում ձեզ ցույց տալ։ 40 армянских сирот геноцида изменили историю африканского джаза. В 1924 году будущий император Эфиопии Хайли Селасия приезжает в Иерусалим и слышит духовой оркестр. Перед ним выступали армянские дети, пережившие геноцид. Да? Эфиопиայի թագավորի դեմ հայ երեխեքն են ելույթ ունենում Երուսաղեմում։ Музыка настолько поражает его, что он забирает всех в Эфиопию. Там их назовут Арбали Джо, в переводе 40 детей. И просит сыграть гимн Турции на коронации императора. Об этом в конце видео. Вместе с ними приезжает дирижер Кеворг Налбандян. Он создает с 40 сиротами императорский оркестр. А позже пишет первый гимн Эфиопии. Его племянник Нирсес пойдет еще дальше. Возглавит театр, откроет музыкальные школы и воспитает поколение эфиопских музыкантов. Իսկ գիտեր, որ Էֆիոպիայի հիմնագրել է հայ։
Ես չգիտեի։ Интересно, что во многих странах Африки духовые оркестры появились благодаря колониальным армиям, но Эфиопия почти не была колонией. Получается, именно эти 40 детей и налбандяны стали той самой музыкальной инъекцией для эфиопского джаза. Сначала у них отняли семью и родину, потом имена, в историю они вошли просто как 40 детей. Поэтому я прямо сейчас назову их имена и сколько им было лет. Это было на 11 տարեկան коронация императора в 1931 году, дебют, который едва не сорвался. На репетициях им пришлось подготовить государственные гимны приглашенных иностранных высокопоставленных лиц. Когда дошло до турецкого гимна, они отказались играть. Они спорили, они говорили, мы не можем играть музыку, гимн страны, которая убила наших родителей. Император разозлился, он приказал им продолжать играть. Он сказал, это не должно, их личные чувства не должны мешать. Это дипломатическое мероприятие и так далее. Но они стояли на своем, они отказались. Тогда был созван Большой Государственный Совет, включая величайших вождей империи, и они сказали, это проблема. Эти мальчики не будут играть гимн одного из наших гостей. Их выслушали. Несмотря на настояние императора, вся группа единогласно решила, что от них нельзя ожидать исполнения музыки страны, убившей их отцов. Զգիտեք նոր արագ ինչ նայեցի, այստեղ մի անազգանուն լսեցի։ Создает с 40 сиротами императорский оркестр, а позже пишет первый гимн Эфиопии. Его племянник Нирсес пойдет еще дальше, возглавит театр его, что он забирает всех в Эфиопию. Там их назовут Арбали Джо, в переводе 40 детей. И попросят сыграть гимн Турции на коронации императора. Об этом в конце видео. Вместе с ними приезжает дирижер Кеворг Налбандян. Գևորգ Նալբանդյանը, կարծում եմ, Հովհաննես Նալբանդյանի եղբայրն է եղել, որը աշխարհահռչակ Յաշա Հայֆեցի դասատուն էր։ Յաշա Հայֆեցի դասատուն։ Ֆենոմենալ է, դարասկզբի ամենաուժեղ դասատուններից է եղել։ Տեսեք հələ կապերը որտեղ է գնում հասնում։ Ինչ որտեղից որտեղ է հասնում մեր կապերը, մեր ներդրումները տարբեր տարբեր աշխարհի պատմությունների մեջ։ Քանի օքին գիտե որ Յաշա Հայֆեցի դասատուն հայ եղել։ Եթե մեկն իհարկե ճանաչում է Յաշա Հայֆեցի, 20-րդ դարի ամենահռչակավոր ամենատաղանդավոր ջութակարը։ Որտեղ չի կարող մի շրջանում լինել նույն շրջանում լինել երկու այս կարգի հայտնի ջութակար Նալբանդյաններ ու նրանք ընդհանուր բարեկամություն չունեն։ Պատկերացրու ջութակի ինչ կապ ուներ հայկական գործիքների հետ։ Քամանչա չի, թար չի, բայց այդ մեծությամբ մենք ջութակարներ ենք ունեցել։ Ինչերոց Գևորգ Նալբանդյանը նաև ոչ միայն ջութակար է, նաև դիրիժոր։ Եվ Էթիոպիայի փաստորեն կյանքի մեջ ինքը մեծ ներդրում է ունեցել։ Իշմեք ես շատ հաճախ եմ խոսացել, որ ապագա պետության մեջ Հայաստանի դեսպանները տարբեր երկրներում պետք է զբաղված լինեն հենց այս գործով, հավաքագրեն տեղի, երկրի, մշակույթի, պատմության մեջ այն հայերին, ովքեր դեր են ունեցել, որևէ նշանակություն են ունեցել։ Սա մեր հարստությունն է։ Սրանից լավ դիվանագիտություն, սրանից լավ պետությունների մեջ հարաբերություններ, լուրջ հարաբերություններ զարգացնելու ձև չկա։ Որտեղ երբ որ դու գնում ես Եթովպիա, ասում ես եղբայր, ես քո ազգային հիմնի ստեղծող ազգից եմ, քո առաջին նվագախումբը մեր որբ երեխեքն են եղել 10, 11, 12, 13 տարեկան։ Հիշում ես։ Հետո թատրոն եւ այլն, ասում եմ դու դառնում ես իրանցից մեկը, ոչ թե օտար, որ եկել է իր տուն ինչ որ բան է ուզում իրանից, չէ։ Ոնց դու իր հիմքերում այս կարգի մոտ կանգնած մարդ ես։ Ոնց կարող այդ երկրի հետ դու
չունենաս հարաբերություններ, այն էլ ամենաբարձրագույն մակարդակի վրա։ Ես վստահ եմ ոչ միայն Եթովպիան, ով գիտեր Եթովպիայի մասին։ Վստահ եմ ոչ միայն Եթովպիայի պատմության մեջ մենք ունենք այդ ներդրումները, բոլոր երկրների մեջ կարող ենք մենք գտնել այդ ամեն ինչը։ Ինքերս այսօր Շվեյցարիայից ուղարկել մի ամբողջ ցանկ, թե մենք Լեհաստանում ինչ ունենք։ Ես չեմ էլ հասցրել կարդալ, թե ինչեր ենք ստեղծել, ինչ նշանավոր դեմքեր, գրողներ, երաժիշտներ, իրեմ ճարտարապետներ, իրավաբաններ, որ պատմություն են թողել այդ։ Ես ցանկը տեսա, սրտս սկսեց արագ խփել, բայց այս գործերի մեջ չկարողացա ամբողջը կարդալ, բայց ցանկը մեծ էր։ Ու սա ընդհանրապես մի հոգի է ուղարկել ինձ։ Ես վստահ եմ, մենք այս ամեն ինչը կարող ենք դարձնել այս երկրների հետ դիալոգի առարկա, դիալոգ, որ մենք այս կարգի մենք հարազատ ժողովուրդ ենք իրար հետ։ Իսկ մենք վստահ կարող ենք ասել, որ մենք աշխարհի բոլոր երկրների հետ ենք հարազատ ժողովուրդ, որովհետև ոչ միտեղ հայը չի գնացել ցեղասպանելու, ոչ միտեղ հայը չի գնացել բանկ թալանելու, գնացել են ստեղծելու, ու դա փաստ է։ Որ երկրի պատմության մեջ ուզում եք նայեք։ Դա ես անկեղծ եմ ասում, չի եղել մի դեպք իմ կյանքում, որ ես մի երկիր գնամ հյուրախաղերով, այցելության, եւ մեկը ինձ վատ իմաստով ասի դու այն ազգի ներկայացուցիչն ես, չէ, իմանալով որ այ ամենալավ, ամենաշռայլ բաներն են ինձ ասել, ուղղակի մենակ մի բանի համար, որ ես հայ եմ, որովհետև ինչ որ մի լավ հայի իրանք ճանաչել են իրանք շրջապատում պատմությունից, բայց դեռ էլ սա դա անձնական շփումների մակարդակով, ցավոք այդպես էլ դա չդարձավ պետական դիվանագիտության մակարդակի վրա։ Իսկ այդ կարգի աջակցության պարագայում թուրքն ում շունն ա որ արձակվի քո վրա։ Ով ոնց կարող թուրքը հարձակվի քո վրա, երբ որ ամբողջ աշխարհը քո ընկերն է, քո հարազատն է։ Ուղղակի դիվանագիտության մակարդակի վրա դու կապիտալիզացնես այն ժառանգությունը, որ դու ունեցել ես, դա նվեր է, փոշին դրած նվեր է, այն հերո արխիվներում գցած, որ ոչ մեկին պետք չի Հայաստանում, բայց դա գանձ է, դու կարող ես հանել, փոշին մաքրել, փայլացնել, դնել, ու դա դարձնել կապիտալ, դա ամենաուժեղ զենքն է։ Դու կարաս ատոմային զենք չունենաս, բայց այդ երկրի աջակցություն ունենաս, որը հավասար ավելին է իրականում, քան ատոմային զենքը, որտեղ ատոմային զենքը խնամքի ծախսատար գործ է, խնամքի կարիք ունի, մեծ ծախսեր է պահանջում։ Իսկ սա ընդամենը պատրաստ է, քո փոխարեն արել են, քո նախկին սերունդները արել են ամեն ինչ։ Ոնց որ պատկերացեք, մեկը լավ հայր ունենա, հայտնի, պապ ունենա, հայտնի, հեղինակավոր, բայց ինքը կյանքում իրանց անունը չտա։ Չգնա այն վայրերով, որտեղ իր հայրն ու պապն են մեծացրել։ Ասի ես զրոյից եմ սկսում։ Ու չսկսի, մտնի մի անկանքը։ Հետո նեղան աշխարհից, թե իրան օգնող չկա։ Չէ, բալա։ Եթե լքո պատմությունը ճանաչի, գնահատի հորդ ու պապու տարածները ու համեստորեն ասա. ես իրանց ժառանգներն եմ։ Ու ես պարտավոր եմ իրանց նմանել։ Տես ինչքան մարդ է միանգամից գալ քեզ օգնության, ոնց դու իր ժառանգն ես, որտեղ մեր մոտը տենց է, մեր մոտ ասում են ում երեխեն է, ում թողնա։ Պապը ով է, հերը ով է, իմանանք ով է իրան, ինչ է իրանից ներկայացնում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, հնարավորությունները շատ են։ Մնում է իրականացնող լինի, դե մենք էլ պետք է իրականացնենք, եթե անշնորհք չենք, եթե չենք կորցրել մենք հիշողությունն ու բարոյականությունը, արժանապատվությունը, ուրեմն կանենք։ Եթե կորցրել ենք, ուրեմն էս էլ է մեր շատ։ Սա իմ բանաձևն է։ Այսօր այսքանը, լավ մնացեք։